Ես ուզում եմ քանի Ռուբեն այստեղ օգտվենք առիթից եւ իրանից խնդրենք update-ներ երկու ուրիշ գործերով էլ, խոսքը Վազգենի եւ Նարեկի գործի մասին եւ Միրանի Հակոբյան։ Հա, пожалуйста. Որտեվ դու առաջինն էր Միրանի մասին գրեցիր։ Ես կարդացի գրառումը։ Հա։ Նա ցլը պատմի տեսնենք ինչ կա այդ ուղություններից։ Սկսենք երևի Միրանի գործից։ Միրանի գործից սկսենք։ Միրանի գործով update-ը նա, որ այսօր նույնպես մենք մասնակցել ենք քննչական գործողություններին։ Ես քանի որ առաջի 1-2 օրը շատ հնարավորություն չունեի ցանցին հետևելու, երկու պարզաբանում տա, որտեղ Դալմայից փաստորեն հայտարարություններ եղել, չէ, Դալման ասել էր մեր տարածքի հետ կապ չունի, այդպեսի հայտարարություն եմ տեսել։ Կողքի տարածքում էր, հա։ Դե հիմա տեսեք, դեպքը որտեղ տեղի ա ունեցել, Դալմայից ուղի գծով մի 10 մետր հեռավորության վրա։ Հիմա մենք չգիտենք իրավաբանական առումով այդ տարածքում սահմանազատում, դելիմիտացիան եւ դեմարկացիան։ Ամեն դեպքում փաստված է, որ դեպքը տեղի ա ունեցել, երբ որ ուղիղ կոնկրետ ասեմ, հետևի մուտքը Դալմայի, որ պատկերացնում ենք, եթե մեջքով Դալմային են կանգնած ձախ թևի վրա, այնտեղ շենքերի հենց դիմացը մեքենային կայանելն է եւ հենց այդ հատվածում է դեպքը տեղի ունեցել։ Ուրեմն առաջին օրը ես քննադատեցի են, որ այդ ոնց է լինում, օրինակ մարդը եթերով ասում է հետույք, անգամից 10 քննիչից կազմված քննչական խումբ եք ձևավորում, հա, այդ ոնց եղավ, որ մարդուն տենց օրը ցերեկով քաղաքի կենտրոնում բռնություն են կիրառում, մի քննիչ է քննում, իդեպ բավական պրոֆեսիոնալ, դա պետք է ասեմ, եւ հաջորդ օրը քննչական խումբ ձևավորեցին։ Երևում էր, որ մարդիկ աշխատում են, դա էլ ասեմ, եւ նաեւ աշխատում էր ոստիկանությունը, որ շատ օպերատիվ եկավ, մեր աչքի առաջ մենք աշխատեցինք, մենք նորմալ հետները աշխատում ենք, այնպես չի որ։ Մենք մեզնից կախված ամեն ինչ անում ենք, մեզ դնում ենք բանի տեղ, այնպես ոնց ասեմ, առաջնորդվում ենք իրավապահ մարմիններ, այն կանխավարկածով, որ իրավապահ մարմինները ցանկանում են այս գործը բացահայտել։ Մենք դրանով ենք առաջնորդվում։ Այս պայդրությամբ չունենք որևէ հակառակը փաստող Չէ, հակառակի մասին քաղաքական առումով դե մենք հասկանում ենք եւ ուրիշ պատճառ էստեղ լինել չի կարող Միրանի հետ կապված, մարդը ոչ բիզնես ունի, ոչ թշնամիներ ունի անձնական, ոչ ինչ որ բան արել, որը կարող էր հանգեցնել նրա նկատմամբ նման, այսպես ասենք, բռնության, անձնական մակարդակով նման բաներ չկան, ոչ ինչ որ պարտքեր ունի, մի խոսքով։ Եվ ընդ որում երկրորդ դեպքն է, առաջի դեպքն էլ շատ կարևոր եմ, ես սա շատ եմ կարևորում, այն ժամանակ էլ չբացահայտվեց։ Հիմա այն ժամանակ որ բացահայտվեր սա կլիներ, իմ կարծիքով ոչ։ Եվ այս պայմաններում մենք համբերատար սպասում ենք մեր իրավապահների տրամադրության տակ են քաղաքի բոլոր կամերաները։ Իդեպ էլ ասեմ, որ մենք չենք մեր մասնակցությամբ կամերաների զննություն չի եղել, բայց մենք ենթադրում ենք, որ պետք է որ կամերաների տեսագրությունները արդեն իրավապահների տրամադրության տակ լինեն։ Մենք չենք տեսել դա։ Չեն անհետացել, բայց տեսագրությունները։ Մենք ենթադրում ենք, որ չեն անհետացել, այդպիսի տպավորություն ես ունեմ, չեմ ուզում բացատրեմ, թե ինչի ունեմ այդպիսի տպավորություն, նաև քննությանը չխանգարում եմ, բայց իմ մոտ այդպիսի տպավորություն կա, որ իրանք ունեն, հա, չենք խանգարում, ընդհակառակը ունենք տպավորություն, որ հավանաբար քննչական մարմինը տիրապետում է այդ տեղեկատվությանը, համենայն դեպս որպես իրավաբան կարող եմ ասել, որ բոլոր այն ստանդարտ քննչական գործողությունները, որ պետք է կատարվեն, դրանք կատարվել են ժամանակին եւ կատարվել են այն ինչ որ մեր տեսադաշտում է եղել որակով։ Այսինքն, եթե այս դեպքը չբացահայտվի, դա ամբողջությամբ քաղաքական պատասխանատվության խնդիր է։ Անփութության խնդիր չի կարող լինել, որտեղ իսկապես պրոֆեսիոնալ են աշխատում։ Այսինքն, մարդիկ եկել քննելու են, հասնելու են ինչ որ մի կետին, քաղաքական ցուցում է լինելու, որ առաջ մի գնացեք։ Այլ տարբերակ էս գործը չբացահայտելու ես ուղղակի չեմ պատկերացնում։ Հաջողություն մաղթենք, սա այն դեպքն է, որ հաջողությունը մենք կիսում ենք, բայց այստեղ մի ուրիշ բան կա, տեսեք, բռնարար կատարողները ասենք թե չեն բացահայտվել։ Նո, ասենք թե դիմակներով էին, կարող է եւ չերևա։ Ընդունենք թե չեն բացահայտել։ Ախպեր, բայց բացահայտված են, այսօր առավոտն է, չէ՞ դրա մասին գրել։ Այն մարդիկ, ովքեր որ Միրանի նկատմամբ հարձակման նյութերի տակ ուղիղ աներկբա բռնության կոչեր եւ բռնության արդարացնող գրառումներ են անում։ Իրանց դեմքով ոչ ֆեյք։ Ես հիշեցի, Ռուբենը գրառման հատուկ գրառում է գրել, որտեղ բոլոր սկրիները, պատճենները կան։ Ես վերցրել եմ ընդամենը 1 տեսագրության, որտեղ տասնյակ բաներ կային, նյութեր կային, ընդամենը 1 նյութի տակ եղած
բռնության կոչերը, որ ակնհայտ որի էջը մտնում ես, լավ են արել, քիչ են արել։ Հա, 11 բան էի դրել, 11 կոնկրետ անձ։ Ֆեյքեր էին, թե իրական անձինք։ Երկուսը ֆեյքներ, դրանք չեմ դրել, իրական անձինք եմ դրել։ Եվ բոլորը, որը որ դրել եմ, լավ, ճնշող մեծամասնությունը, այսպես ասեմ։ Իրանց էջը նայում ես, իրանք ունեն իշխանությունների պրոիշխանական կեցվածք։ Հիմա այս մարդկանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցվելու է, թե ոչ։ Այն պայմաններում, երբ եթե նմանաբնույթ բան արվում է հակառակ կողմից, ինչը իդեպ խրախուսելի չի, ընդհակառակը պետք չի անել դա։ Հարգելի քաղաքացիներ, բռնության կոչեր, բռնության արդարացման գրառումներ չի կարելի անել, վերջակետ, որևէ պարագայում։ Հիմա, եթե դա արվում է ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացու կողմից, բազմաթիվ դեպքեր ես գիտեմ, պաշտպանյալներ ունենք, որ քրեական հետապնդում է հարուցվել։ Օրինակ, վերջինը հիշենք, մի մարդ, որ եկավ անծանոթ մարդ է, որ 2 ամիս փակեցին այդ մարդուն։ Անունն էլ ասեմ, Սարգիս Մելքոնյան։ 2 ամիս փակեցին, ինքը ինձ դիմեց այն ժամանակ, այդ արդեն առաջիացյալի Աննա Իսրայելյանը դրա մասին գրել է, որ մարդիկ, ովքեր գրում են որևէ ոչ իշխանահաճո մեկնաբանություն, արդեն 1-2 հոգի չի, 10-ից ավելի դեպք կա, որ սկսում են քրեական հետապնդում։ Այդ ցավը տանեմ, ես բազմաթիվ դեպքեր գիտեմ, նաև դեպքեր գիտեմ, որ մարդիկ չեն ուզում հրապարակվի։ Չեն ուզում հրապարակվի։ Հիմա այդ մարդը ուզելա հրապարակել եմ։ Ընդ որում քաղաքացիներ, որոնք որևէ հանրային ակտիվության բաշխի չեն գտնում, ուղղակի սովորակ։ Այդ տղան օրինակ պատերազմի մասնակից էր, սրտացավ մարդ էր։ 2 ամիս այդ մարդուն տարան որպես պատիժ, խափանման միջոց չէ։ Հիմա այս 11 մարդկանց մասով մենք չենք ասում բռնեք այս մարդկանց։ Ես ինչպես դեմ եմ դիմադիրներին խոսքի համար բռնելու։ Նույն ձև դեմ եմ մյուս բոլորին։ Մոտեցումը պիտի հավասար լինի։ Սկզբունքի հարց է։ Բայց գոնե քրեական հետապնդում պետք է արդեն հարուցած լինի։ Չգիտեիք, այսօր իմացաք։ Չէ, այսօր իմացաք։ Հիմա էլ մեր եթերն էլ այս եթերը ամենա մոնիտորինգացվող, մոնիտորինգի ամենաենթակա եթերն է, չէ, բոլորս գիտենք, որ իմնեմնիմի որպես ամենա ոնց է Նարեկի խոսքը ամենաքրեական ոդքասթն է, բոլորդ էլ գիտեք։ Եվ քրեական հետապնդում հարուցեք։ Հիմա կարող ասեն հանցագործության մասին հաղորդումներ կազմեք, կարող է նաև ներկայացնենք։ Բայց հենց մատ տեսնենք դուք ձեր նախաձեռնությամբ կանեք, այն դեպքում Նիկոլ Փաշինյանը կեղծավորաբար ասում է Հայաստանում բռնությունը եւ ներառելով եւ բռնության կոչերը տեղ չունեն, տեղ չունեն, ախպեր, դե գնացեք տեսնեք տեղ ունեն, թե տեղ չունեն։ 11 հոգի մինուտի տակ, ընդ որում նույնը, ընդ որում ես էի խոսում իմ ճեպազրույցի տակ էր։ Մոտարապես այդ 2 օրում տասնյակ նյութեր կան, բոլոր ուրեմն լրատվականներում ամեն մեկում 2-3 նյութ կա։ Այդ նույն վիճակն է բոլոր տեղերում։ Այսինքն իրար գումարած 100-ից ավել մարդու մասին է խոսքը։ Ես ընդամենը այդ մեկն եմ վերցրել, որպես օրինակ։